Սարիբեկ Մարտիրոսյանն այն զինվորն էր, որը թշնամու կորած երեխային մեքենայով տարել հասցրել է մորը։ Սարիբեկը Մարտունու շրջանի Ճարտար գյուղից էր, լավ նկարում էր, երգում ու նվագում։ Խորհրդային բանակում ծառայելուց հետո էլ զբաղվում էր երգարվեստով։ Սարիբեկի երգերը բոլոր ղարաբաղցիներն անգիր գիտեին։ Հենց Ղարաբաղում էլ հիմնեց էստրադային համույթ, բացեց առաջին երաժշտական ստուդիան, ամուսնացավ, ծնվեցին որդին ու դուստրը։ Դեռ խաղաղ օրեր էին, բայց ասում էր, պատրաստ եմ հայրենիքի համար կյանքս տալ։ Եկավ այդ օրը։ Միկրոֆոնը փոխարինեց ձենքով, իսկ բեմը խրամատով։ Գերազանց ու հմտորեն կազմակերպեց Մարտունու պաշտպանությունը։ 88-ին Սարիբեկին ձերբակալում են եւ 1 տարի պահում ադրբեջանական բանտում։ Ազատ արձակելուն պես ստեղծում է առաջին ջոկատը, մտերմանում է Մոնթեի հետ ու դառնում նրա ոչ միայն անփոխարինելի զինակիցը, այլև մտերիմ ընկերը։ Սարիբեկը հետախուզական ճշտումներ էր կատարում, իսկ Մոնթեն, վստահելով դրանց իսկությանը, մարտական գործողություններ էր իրականացնում։ Շուտով Սարիբեկը դառնում է մարտունեցիների հետախուզական ջոկատի փոխհրամանատարը։ Նա վարպետորեն էր վարում հետևակի մարտական մեքենան BMP-ն եւ միշտ առաջինն էր։ Մի օր դիմում է Մոնթեին, թե ինչու ես ինձ միշտ առաջինը ուղարկում։ Ես հոտանք չեմ, ես BMP եմ։ Մոնթեն պատասխանում է. Դու գիտես, թե ոնց քշես, որ բան չպատահի։ Նա առաջինն էր գնում մարտի ու երգով առաջնորդում իր ընկերներին։ Երբ մարտունեցի հետախույզների հրամանատար Վոլոդյա Խաչատրյանը կոմիսարը զոհվեց, ջոկատը Սարիբեկին ընտրեց հրամանատար։ Իր BMP-ն էլ կոչեց կոմիսար անունով։ Որոշ ժամանակ անց թշնամու արկը հասավ Սարիբեկի BMP-ին, մեքենան այրվեց։ Նրան հաջողվեց փրկել ընկերոջ Վարդան Խաչատրյանի կյանքը, որը կորցրել էր ոտքը։ 93-ի հունիսի 12-ին իր մտերիմ ընկերոջ ու հրամանատար Մոնթեի հետ թեժ կռվի էր բռնվել։ Մոնթեն զոհվեց, իսկ ինքը ծանր վիրավորվելուց հետո երկար ժամանակ շարունակեց կռիվը ու հաղթանակ տարավ, բայց ժամեր անց արյան կորստից մահացավ։